Ես Էստոնիայից գրառում եմ անում, Տալինից։ Նայում եմ, ասում եմ, ոնց կարա էլի քաղաքը սենց բան լինի։ Հələ այնց բան էի գրել, այդ խեղճ էստոնացիք արդարանում էին, ասում են, դե գիտես գարունա բանա, երևի տեսել էին գրառումները, որ ասում են, դե գարունա բան, տենց մի քիչ լավ է մաքրած էլի։ Նկատում են, այնքան վատ էին զգում, որ ես տենց ուժեղ տպավորության տակ եմ մնացել, թե ոնց կարա քաղաքը այսքան մաքուր լինի։ Պատկերացրիք, չէ՞։ Ասում են, դե գարունա բանա, հիմա մի քիչ շատ է մաքրված էլի, դե տես մեր ամառ աշնանդեմը այսքան մաքուր չի լինի, ասենք մարդիկ նեղվել էին, որ ես մարդ ա եկե ուրիշ երկրից եւ տես տպավորվել է։ Մեր արձագանքը, ինչ եմ գրում, ասում եմ, քաղաքը սենց մաքուր կարա լինի այն դեպքում, եթե մաքրողը երբ որ մաքրում է, հետևից կեղտոտողի պակաս կա։ Այսինքն հետևից կեղտոտողի պակաս կա։ Այսինքն մաքրելուց հետո քիչ են այն մարդիկ կամ չկան, որ ծխում գցում են, բան ուտում գցում են, խմում գցում են, ուղակի գցում են։ Ասում եմ, էստոնացիք վատ են զգացել, ասում են, գարնանային աշխատանքներ են արված, տենց համընկել է։ Մեր արձագանքը քաղաքապետը, նախարարը, վարչության պետը, բանը, այն ժեկի պետը, այն ժողովուրդ ինչքան կարելի է, վայ այսօր չեմ բերե բանի, Մեսրոպ Մաշտոցի այդ առակացի առաջին, ինչքան կարելի է սենց բան անել, պտտվել անընդհատ կողքով շրջանցել իրականությունը։ Ես չեմ ասում Հայաստանի պաշտոնյաները լավն են, ես ասում եմ քաղաքը կարա մաքուր լինի, մենակ այն պարագայում, երբ որ մաքրելուց հետո շպրտողները, աղբը թափողները եւ ծխել գցողները քիչ են։ Չէ, բարձ բան եմ անում։ Կարանք էքսպերիմենտ անենք, հիմա գնամ գրառում անեմ, բացենք տենենք տակը ինչ է գրած։ Քաղաքապետը, վարչապետը, նախարարը, ժողովուրդ ինչ կապ ունի։ Ես եմ մեղավոր, որ մենք ծխում գցում ենք, ես 2004 թվից չեմ ծխում։ Կներեք, սենց էլի կիս ժամանոց սեղում արի, բայց դե այն, որ ասում են, այսքանից հետո համեցեք վարան։